յուրաքանչյուր ոք փորձվում է հրապուրվելով և խաբվելով իր ցանկություններից, այնուհետև ցանկությունը հղանալով մեղք է ծնում և մեղքը հասունանալով մահ է ծնում։ Քարոզի բնաբանը վերցված է Հակոբոս առաքյալի առաջին ընդհանրական թղթից։ Սիրելի հավատացյալներ, մեծ պահքի բոլոր կիրակիները յուրահատուկ անուն ունեն։ Այսօր երկրորդ կիրակին է մեծ պահքի, որ կոչվում է Արդաքսման կիրակի։ Մարդկության ողջ պատմությունը և Սուրբ Գիրքը կյանքի ամեն տեսակ փորձությունները, բազմաթիվ և բազմատեսակ կենսագրությունները ցույց են տալիս, որ հանցանքը կամ մեղքը միշտ էլ մեծամասնության կյանքը խավարացրել է։ Այսօր նախամարդու անհոգ ու խաղաղ կյանքի կորստյան հիշատակության օրն է, կորցրած երանության և դրախտից զրկված լինելու ողբերգության օրն է։ Այս մուգ վարագույրը խորհրդանշում է սուգ, որը ցույց է տալիս երկնքի փակվելը մարդու առջև։ Այն այնքան ժամանակ փակ կմնա, մինչև որ մեր հպարտությունը կոտրելով իմաստությամբ խոնարհվենք և հավատանք հարուցյալ Փրկչին, մարդացյալ Աստծուն։ Ծննդոց գրքում կարդում ենք. իսկապես Աստված ասաց, թե երբ մտական այս արտահայտությունը մի տեսակ թելադրանք էր ըմբոստանալու աստվածային իշխանության դեմ, անձնական կամքը ցուցադրելու մի երևույթ, վերջապես գայթակղիչ ձայնը, հավիտենապես բարու հակառակորդը կասկածամտություն ցույց տալով համարձակ և բացարձակ ստախոսություն է անում, ասելով. չեք մեռնի, կբացվեն ձեր աչքերը, կլինեք իբրև աստվածներ, կարդում ենք Ծննդոց 3-րդ գլխում։ Խաբեբատիր խոսքեր, որ դյուրահավատ մարդուն կործանման տարավ։ Ահա մարդու մեջ գլուխ է բարձրացնում փառասիրության, հետաքրքրասիրության, ցանկության, իմաստուն դառնալու, անմահանալու և աչքերը բացվելու իղձն ու երազանքը։ Սիրելի հավատացյալներ, ով որ ծաղիկ է քաղում անդունդի եզրին, ընկնելու վտանգը շատ հավանական է, ուստի մեղանչել ցանկացողին Աստված թողնում է, որ մեղանչի, բայց մեր նախահայրը նույնիսկ մտքով չանցկացրեց, որ կընկնի, սակայն դրախտի դռան նստած լաց է լինում ատամը, ասում է հռչակավոր կորուսյալ դրախտի հեղինակը, սկսվել էր մարդկության ողբերգությունը։ Մարդը կորցնում էր մի անդոր և խաղաղ կյանք, փոխարենը գտնելու փոթորկալից և տառապանքի կյանքը։ Այո, մի կնոջ հանցավոր ցանկությունը այնքան սաստկացավ, մինչև որ ամբողջ աշխարհը անուղղելի ապականության հասավ, ինչպես ասում է պատկերավոր մտածողը։ Մեր կյանքի մեջ բոլորս էլ գիտենք, թե վատ արարքները որքան շուտ են ընդարձակվում և օրինակ ծառայում վատասիրտ մարդկանց համար։ Վատին ավելի շատ հետևորդներ կան, քան լավին, այդպես էլ մեղքի հաճույքը այնքան շուտ գրավեց մարդուն, որ այն արագությամբ աշխարհը հրեղեց, ինչպես գեղեցիկ ասում է բանաստեղծը. լուսաբացուն հոգու մեջ կաթեց մեղքի մի կաթիլ, ավաղ մինչև երեկո համայն աշխարհը ողողեց։ Մեղանչող մարդը ճիշտ է, մարմնապես ապրեց և զորացավ, բայց բարոյապես թուլացավ։ Այն մարդու մեջ, որի գլուխը լցվել է երկրավոր ցանկություններով, Աստծո համար էլ տեղ չի մնում։ Շատ հաճախ կրքերի սաստկությունը ստիպում է,
որ բանականությունը լռի, թերահավատությունը մարդկության մեծագույն այդ թշնամին, մարդկային աղետների գլխավոր իսկ պատճառն է, թերահավատությամբ մեր նախահայրը շեղվեց աստվածային օրենքներից, մեղանչեց արդարության դեմ, թերահավատությամբ մարդը ժառանգեց պարտության պտուղը, որը հետո փոխանցվեց ընտանիքին, ազգին և հետո էլ ամբողջ մարդկությանը։ Այսպես մահը անխուսափելի դարձավ, կրոնական առումով լոկ մարմնի մասին մտածելը մահ է, աշխարհի ունայնության և անցուղիկության մեջ կորցնել Աստծո հիշատակը և հավատքը նույնպես մահ է։ Երանելի Սուրբ Պողոսիդոսն ասել է. Աստված թողություն է խոստացել զղջացողներին, բայց ոչ ոքի զղջում չի խոստացել, ով որ մեղանչում է։ Հաստատ պիտի իմանանք, որ ոչ թե Աստված է խստանում մեր դեմ, այլ մենք ենք կարծրասրտում նրա դեմ, ոչ թե նա է զրկում մեզ իր ողորմությունից, այլ մենք ենք կորցնում նրա ողորմության շնորհը։ Երբեմն էլ արհեստական ձևով խցանում ենք մեր ականջները և բռնությամբ լռեցնում խղճի ձայնը։ Չորս ավետարանիչները, առաքյալները, մարգարեները և բոլոր նահատակ սրբերը շատ հստակ և հասկանալի խոսում են մեզ հետ, բայց իզուր է նրանց արթնացնող ձայնը մեզ չի հասնում։ Տեղին է հիշել Մխիթար Գոշի մի առակը, աքլորին մեղադրեցին, թե ինչու ես շատ կանչում, ձանձրացնելու աստիճան։ Նա պատասխանեց, թե Աստծուն էլ, մարդկանց էլ հայտնի է, որ մեկ կամ երկու անգամ կանչելը արթուններին բավական է, իսկ շատը ծույլերի համար է։ Սուրբ գրքի վարդապետությամբ էլ մեկ կամ երկու անգամ բավական է զգացների համար, իսկ ծույլերին միշտ պետք է կրկնել։ Մարդու բարոյական անկումը Քրիստոսով և նրա սուրբ հարությունն հավատալով վերականգնվեց։ Մարդը երկինքը բացված տեսավ իր առջև, նա գտավ ինքն իրեն, ճանաչեց իր կոչումը և գտավ կորցրած դրախտը, ինքնաճանաչման այդ հատկանիշը, որը հատուկ է միայն բանականություն ունեցողին։ Ցանկալի է, որ մարդուն մղի իր նմանին սիրելու, բարին կատարելու և կամենալու, իր նմանին գնահատելու և նրա կյանքը խնայելու։ Վատթար գործերը չար մտքերի և չար ցանկությունների արդյունքն են, դատապարտելի գործեր են, արյունահեղությունները, բոլոր տեսակի անարդարությունները, պատերազմները և հափշտակումները, չարախոսությունները, նախանձելը, բամբասանքը, ագահությունը, վատթար գործերով զբաղվող և ապրող անհատի համար անհամատեղելի պետք է համարել քրիստոնյայի վեհ կոչումը։ Քրիստոսով իրեն վերագտած մարդու գնությունը և դրախտը վերանվաճված մարդուն։ Յուրաքանչյուր մարդ փորձվում է հրապուրվելով և աստվածային այս թելադրանքը երբեք չմոռանանք։ Երկնքից զրկվելու, արդարությունից դատարկվելու հույսը և եկյուղը պետք է բոլորս էլ ունենանք, որպեսզի մեղք գործելուց հեռանանք։ Աստված թող փրկի մեզ մեր մեղքերից և հավիտենական մահվանից։ Աղոթենք սիրելիներ, որ Աստված մարդկությանը և մեզ չհեռացնի արդարությունից և չարտաքսի ճշմարտությունը մեր սրտերից։ Այս մեծ պահքի շրջանը թող լինի մեզ համար ապաշխարության, վերագտման, նմանին գտալու և օգնելու մի շրջան, ինչպես նաև մեր կորցրած ժառանգության վերագտնումը։ Աստվածային օրհնություն և շնորհները անպակաս լինեն բոլորիցդ, այժմ և հավիտյանս հավիտենից ամեն։